Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանին, շնորհակալ եմ պարոն Ասլանյան հրավեր ընդունելու համար։ Պարոն Ասլանյան, զրույցը սկսենք այսօր ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած տվյալներից, այստեղ կանխատեսումներ էր արել Հայաստանում սպասվող ընտրությունների վերաբերյալ, որոնք իշխանության ներկայացուցիչները այսպես ակտիվորեն տարածում էին, եւ ըստ արդյունքների թեև իշխող ուժի վարկանիշը, այսպես բավականին անկում է ապրել, բայց ամեն դեպքում քաղաքական դաշտում այսպես երևացող ընտրությունների հայտ ներկայացրած ուժերից ամենաբարձրը նրանց թեկնածությունն է, ավելին մեկ այլ առանձին այսպես հրապարակվեց նաև արդյունքներ վստահելի քաղաքական գործիչ, որտեղ կրկին առաջատար է Նիկոլ Փաշինյանն էր։ Այս ամենը հաշվի առնելով ինչ սպասումներով է գնում ընտրությունների, որքանով է արժանահավատ։ Նախ սոցիոլոգիան շատ լավ գիտություն է, հաճախ շատ ավելի ճշգրիտ, քան կարելի է պատկերացնել, բայց սոցիոլոգիան եւ սոցիոլոգիական հետազոտությունները ունեն մի քանի կողմ։ Դրանք կարող են կրել քարոզչական բնույթ, կարող են կրել տեխնիկական, տեղեկատվական եւ այլ, նայած պատվիրատուի համար ինչն է այդ պահին առաջնահերթ եւ ամեն դեպքում սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ունենում են, ինչքան որ ես տեղեկացված եմ, երկու պատկեր, մեկը ռեալ պատկերն է, որը որ պատվիրատուն ըստ իր հայեցողությամբ կարող է կամ հրապարակայնացնել կամ չէ, եւ կա երկու կողմերի կոնսենսուսով հրապարակման ենթակա պատկեր, որը որ հրապարակվել է, կարծում եմ գուցե թվերը աղաղակող են որոշակի առումով, բայց քաղաքական դաշտի պատկերի առումով կարծես թե կա որոշակի նմանություն, իսկ թվերի ճոխությունը եւ իշխանության ներկայացուցիչների համար այս պահին երևակված իրենց պատկերացածը բնականաբար իրենք որպես քարոզչանյութ պիտի տարածեն, որովհետև իրենք չեն կարող տարածել այլ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներ, որտեղ որ այդ պատկերը չէ։ Բոլոր արդյունքներով ամեն դեպքում որքան էլ ցածր է, բայց այսպես առաջատար դիրքերում ես ամենևին չասեցի, որ կամ ցածր է կամ բարձր, ես ասում եմ թվերի գունագեղությունը, թվերի ճոխությունը, պրոպորցիաների մեծ խախտումները, ես չասեցի, թե Նիկոլ Փաշինյանը կամ նրա առաջնորդած ուժը առաջինը չէ այս պահին, ես այդպիսի բան չասեցի բնականաբար, իրենք իրենց քարոզչա մեքենայով, իրենց ձեռքի տակ ունեցած այս պահի հրապարակային եւ ոչ հրապարակային միջոցներով իրենք հանրապետության մասշտաբով կարողանում են հ1-ի քարոզչությամբ, այլ քարոզչամիջոցներով հասանել, իրենք կարողանում են որոշակի պատկեր ձևավորել։ Ամեն դեպքում ես համամիտ եմ, որ այս պահին գուցե թվային կամ առաջատարների առումով ինքն է, բայց հաստատ այն պատկերը չի, որը որ ներկայացված է։ Պարոն Ասլանյան, 21 թվականին ժողովրդի մեծ մասը օրինակ ընդդիմադիրներին այսօր ովքեր որ խորհրդանում են, ձայն տվեց այն հույսով, որ պետք է փոփոխություն կատարվի։ Դա չեղավ։ Հիմա տարիներ անց այս 26 թվականին ինչու պետք է նորից վստահի ու քվեն տա ուժերին ընդդիմադիր։ Ես հակված եմ այն մտքին, որ եթե նույն մեթոդամանությամբ առանց լուրջ օրակարգ ձևավորելու, առանց ալտերնատիվայի ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը կամ նրա անձին դեմ գնալու միջոցով քարոզարշավ կառուցելը տալու է նույն արդյունքները, ինչ արդյունքներ տվել է 21 թվականին։ Ես կարծում եմ բուն քարոզարշավը դեռ չի մեկնարկել, ոչ թե կարծում եմ այդպես էլ կա։ Իշխանությունները ամեն շաբաթ մի մարզ դե իշխանությունների ձեռքի տակի գործիքակազմերը ամենօրյա քարոզչություն կարող են իրենց ապահովել, որովհետև այսօր իրենք նաև լեգիտիմ իրավունք ունեն գործադիր իշխանության գործառույթները ներկայացնել որպես իշխող ուժի կողմից իրականացվող գործողություններ, գործեր, որոնք բնակչությանը կմատուցվեն որպես բացառիկ իրենց առաջնորդած ուզի շնորհքով տեղի ունեցող իրադարձություններ, այնպես որ իշխանությունը ունի այդ գործիքակազմերը, որ ցանկացած իրենց կողմից իրականացվող փոքր ու մեծ գործ իրենք կարող են աննախադեպ բառը դնել այդ ամեն ինչի առջևում եւ ապահովել քարոզչական շոու։ Մենք բազմիցս տեսել ենք այդ աննախադեպների շարքը եւ
դեռևս ես չեմ կարծում, թե վերջին 8 տարում մեր երկրում տեղի է ունեցել դրական առումով որևէ աննախադեպ երևույթ, որը որ կկարողանար բեկում մտցնել, չգիտեմ, մեր կյանքում, հասարակության կյանքում, մեր անվտանգային կառուցակարգերում կամ մեր երկրի տնտեսության այդ, չգիտեմ, թռիչքաձև զարգացման առումով պրոցեսներ կա, որ իրենք ուղղակի կարողանում են իշա իրենց ներկայացնել։ Նայեք, իրենց հիմնական ընտրություններից առաջ, այսպես խաղաքարտը կարելի ասել, իրենց հիմնական օրակարգը խաղաղությունն է, ասում են, տեսեք, մենք օգոստոսի 8-ին թուղթ ենք ստորագրել եւ այսպես երկընտրանքի առաջ են դնում, ասում են, եթե մենք չվերընտրվենք, գալու են ուժեր, ովքեր կողմ են պատերազմին, այսինքն պատերազմի ու խաղաղության միջև են այսպես ընտրությունը դնում։ Էլ եմ ասում, դա քարոզչական չհաջողված հնարք է, որովհետև քաղաքական դաշտում այսօր չկա որևէ ուժ, որը որ իր հետ գոնե թե հրապարակայնորեն արտահայտի, որ ինքը իր հետ բերելու է պատերազմ եւ ոչ թե խաղաղություն։ Այստեղ խնդիրը արժանապատիվ խաղաղության մասին է, այստեղ խնդիրը անվտանգային բազմաթիվ երաշխիքներով խաղաղություն ունենալու, այսինքն մշտական, արդարացի ու ինստիտուցիոնալ խաղաղության մասին է։ Պարոն Ասլանյան, ուզում եի ասել, մեկնաբանեք այդ արտահայտությունը շատ է։ Հնչում ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, ըստ ձեզ։ Տեսեք, երբ որ խաղաղության, նույն եթե պայմանագիրը խաղաղությունը համարում ենք պայմանագրի արգասիկ, պայմանագիրը սովորաբար ունենում է մեկ կամ մի քանի կողմեր։ Գոնե ունենում է երկու կամ երկուսից ավելի կողմեր։ Եթե մի կողմի ամբողջ հարցերը, խնդիրները, պայմանները պայմանագրում զետեղված են, իսկ մյուս կողմի առաջնահերթությունները զետեղված չեն, մյուս կողմի իրավունքները ոտնահարված են եւ նույնիսկ այդ ամենով հանդերձ չկան երաշխիքներ այդ խաղաղության պայմանի գործողության, դա կոչվում է ոչ միայն ոչ արժանապատիվ, այլև ոչ մշտական խաղաղություն, որովհետեւ ել եմ ասում, մի թղթի կտորը երբեք որևէ անգամ մենք պատմության բազմաթիվ օրինակներ գիտենք, որ երբեք խաղաղությունը հենց այնպես ուղղակի թղթի վրա չի լինում, ինչքան էլ որ դա հաճելի կամ հարմար լինի այս պահին օգտագործելը որպես խաղաքարտ կամ հաղթաթուղթ։ Այնպես որ ոչ մի արժանապատիվ խաղաղություն ասելով ի նկատի ունեմ, որ խաղաղության վերջնական արդյունքում հաշվի առնելով իհարկե մեր կրած պարտությունը եւ այլը, պիտի ձևավորվի այնպիսի կոնսենսուս մեր հասարակության մեջ, որ այդ խաղաղությունը արդար խաղաղություն է, արդարացի։ Եթե մենք ունենք չլուծված խնդիրների մի մեծ կոմպլեքս, սկսած մեր ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զորքերի կուտակումից։ Դե ասում են դա շուտով անելու ենք Արցախահայության իրավունքների միջազգային ամրագրումից, որ գոնե մենք հույս ունենանք, որ առաջիկա ժամանակաշրջանում խաղաղության գործընթացի սահմաններում մեր հայրենակիցներից այն հատվածը, ովքեր որ կուզեն իրենց պատմական հայրենիքում իրենց բնակությունը վերա ձևավորել, նրանք կունենան գոնե թե այդ իրավունքը։ Եթե այդ ամենը հաշվի առնված չէ, մի բան էլ Ադրբեջանի կողմից հոխորտագին պահանջներ ու տարբեր բնույթի հայտարարություններ են հնչում մեր սահմանադրության փոխելու, չգիտեմ, մեզ օկուպանտ անվանելու, մեր հայրենակիցներին Բաքվի բանտերում պահելով նման ամոթալի քրեական հանցանքներով միջազգային հանցագործների հետ համեմատության մեջ դնելով, այդ դեպքում այդ խաղաղությունը ոչ թե խաղաղություն է, այլ միակողմանի մեմորանդում կամ կապիտուլյացիայի շարունակություն, ինչքան էլ որ դա հնչի որպես խաղաղության անվան տակ։ Պարոն Ասլանյան, այսօր ընդդիմադիր ուժերը նաև ընտրությունների մոդելի մասին այսպես խոսելով, իրենց աչքի առաջ շատ այսպես բերում են Գյումրիի ծրագիրը ու ասում են Գյումրիի 2։ Կիրականանա թե ոչ այս դեպքում դա։ Ես բազմիցս նշել եմ, որ համապետական ու համայնքային ընտրությունները դրանք տրամաբանորեն իրարից տարբերվող ընտրություններ են, մոդելի առումով գուցե իրականանա, այսինքն մոդելի էությունն ինչու է կայանում։ Բայց Գյումրիի այդ ամենաթափանյակը ձեր օրինակը։ Ուր է կամ ես ուր եմ, երբ որ իմ մոտ այդ խնդիրը չկար, ես գրեթե միանձնյա հաղթել էի եւ որևէ խնդիր չունեի համայնքային իշխանություն ձևավորելու։ Այսինքն դա շատ ձեր ստանալի երաշխիք չէ, որ կարող են ղեկավարել։ Այստեղ խնդիրը ոչ միայն ընկալելիության առումով է, երբ որ օրինակը բերում եք Գյումրի, նկատի ունեն, երբ որ ընդդիմադիր դիրքավորված ուժերը
խորհրդարանում ունենան մեծամասնություն եւ այդ կոնսենսուսի շրջանակներում ձևավորեն այսինքն արդենից կարողանան մեծամասնությամբ ձևավորել իշխանություն, որը դա կլասիկ խորհրդարանական մոդել է եւ ասենք դրա անունը դնել Գյումրի 2 ընդամենը ինչ որ բաներ համադրելով կամ չգիտեմ ասոցիացիաներ ստեղծելով դա սխալ է, դա կլասիկ սահմանադրական մոդելն է պարլամենտական երկրների, մենք տեսնում ենք արևմտյան Եվրոպայի երկրներում այդ նույն սկզբունքով իշխանություններ են ձևավորում, ասենք իշխող ուժը 27, 28, 30%-ից ավել երբեք գրեթե չի էլ հավաքում, ասենք կայացած ժողովրդավարական երկրներում, բայց միանում են տարբեր աչակողմյան, ձախակողմյան, չգիտեմ ինչ, տարբեր Այսինքն հետընտրական process-ները ավելի ակտիվ են լինելու, քան մինչ նախ պիտի նախընտրական process-ները շատ ակտիվ լինեն, որպեսզի հետընտրական process-ները նույնպես ակտիվ լինեն, որովհետև իշխանությունները կարծում եմ շատ բուռն նախապատրաստություն են տեսնում իրենց հաջողությունը արձանագրելու, ամեն գնով հաջողության հասնելու, նաև այն մեթոդներով, որոնք վերջին տարիներին կիրառվել են բազմաթիվ իրենց չհամակրող անձանց, ընդդիմադիր գործիչների, իրենց ընտրություններում հաղթած անձանց բայց քաղաքականություն այդպես կանոններ, հա, ինչ որ սահմանափակումներ, գծեր ճանաչում են, յուրաքանչյուր ուժ էլ չի փորձում ամեն գնով գալ իշխանության կամ եթե ունի պահիր իշխանությունը։ Չէ, նայած ինչ ենք հասկանում ամեն գին ասելով, ասենք ամեն գին, եթե պետությունը դու ծառայեցնում ես քո սեփական քաղաքական շահերին պետական մեքենան, որոնք անկախ գործնեության համար ստեղծված ինստիտուտները ծառայեցնում ես անձնական կամ նեղ խմբակային շահերի, դա ամենևին չի նշանակում ամեն գնովին տալ լեգիտիմություն, ամեն գնով գուցե, չգիտեմ, քարոզչամիջոցների ամեն գնով, գուցե, չգիտեմ, պոպուլիզմի ամեն գնով, գուցե, չգիտեմ, մեթոդաբանության, բայց ոչ թե պետական ռեպրեսիվ մեքենան միացնելու, այդ նույն հաջողությամբ իրենք ունեին բոլոր հնարավորությունները, այս երկրի բոլոր ընտրությունները չեղյալ համարելու, ժողովրդավարության մասին չխոսելու, ինչպես իրենք են սիրում խոսելու, թմբկահարել եւ ուղղակի ուղիղ բռնապետություն հաստատելու եւ որոշելու, ասենք 4-5 հոգով այս երկրի ճակատագիրն ու պաշտոնյաների ճակատագիրը, դա կլիներ ոչ Հայաստանի մասին, ոչ ժողովրդավարության եւ ոչ սահմանադրականության մասին, բայց եթե մենք խոսում ենք սահմանադրության, օրենքների, օրենսդրության մասին, ապա այդ ամեն գնովը ունի իր կարմիր գծերը, որտեղ որ սկսվում է քրեական կամ ռեպրեսիվ միջամտություն։ Այ ձեր դիտարկմամբ խորհրդարանում այս պատկերը, որ հիմա կա, հա, բաշխվածություն ընդդիմադիր ուժերի, կպահպանվի, թե այսպես կտրուկ փոփոխություններ կլինեն, այլ ուժեր կգան կամ հարաբերակցությունը կփոխվի։ Քաղաքական նախընտրական կանխագուշակություններ անելը ամենապատվաբեր ու շնորհակալ գործը չի, այնպես որ ես զերծ կմնամ կանխագուշակություններով, ես հուսով եմ, որ ընդդիմությունը կամ ընդդիմադիր դիրքավորում ունեցող ուժերը կկարողանան ճիշտ քարոզարշավ իրականացնել, կարողանան թիրախային այնպիսի խմբեր, ռեգիոններ, այնպիսի մարդկանց խավեր ընտրել իրենց համար որպես էլեկտորալ բազա, որպեսզի մեկը մյուսի նկատմամբ չունենան թշնամանք, մեկը մյուսից, այսպես ասած, ձայներ չտանեն եւ կարողանան ճիշտ քարոզչության, թիրախային քարոզչության միջոցով կարողանան առավելագույնը կենտրոնացնել ընդդիմադիր ձայները իրենց նախընտրական եւ հետընտրական զամբյուղներում։ Բարդը լինելու է այս բոլորին դեմ եմ այս ընտրազանգվածին բերել Ես կարծում եմ, որ դա PR ակցիայի նման է եւ չեմ կարծում, թե դա պրոդուկտիվ կերպով ծառայում է կամ ընդդիմադիր ուժերի կամ այս երկրում տիրող տրամադրություններին, ինչ որ մի քիչ պոպուլիզմի մասով, երբ որ մարդիկ չեն ցանկանում գնալ ընտրությունների, հաստատ դեմ եմ նախագծին չեն գա ձայն տան, այսինքն այդտեղ այլ քարոզչական PR ակցիայի աշխատում դեմ ըլնողը չի գալի ընտրության եւ վերջ։ Պարոն Ասլանյան, տարբեր ուժեր ընդդիմադիր տեսլական են առաջարկում, օրինակ առաջին նախագահը ասում էր համախմբվեք մեկ տեխնացուի շուրջ, հա, ուժեղ Հայաստան կուսակցության, հանրապետական կուսակցությունը առաջարկում է նորից վերադառնալ իմպիչմենթի օրակարգին ու ասում է ընտրությունները զուգակցել փողոցային պայքարով, որն է ավելի արդյունավետ։
Գանք վերջինից նշած էր հանրապետականի կողմից առաջարկած impeachment-ին, այստեղ խնդիրը impeachment-ի տիտղոսային բնույթը չի, կարծում եմ նախընտրական շրջանում, նաև հաշվի առնելով մեր երկրի վերջին 4-5 տարիների շարժերը քաղաքական, կարելի է ենթադրել, որ եթե ընդդիմությունը մասնատված գնա ընտրությունների, ուղղակի կլասիկ ընտրությունների առանց նախնական պատրաստության, նույն աշխուժացնելու, հասարակության տրամադրություններն ու պուլսը ստուգելու, առանց դրա ուղղակի գնա կլասիկ ընտրությունների եւ իշխանությունները հաջորդ օրը հայտարարեն իրենց անվերապահ հաղթանակի մասին ու խիստ ու խորը կասկածներ լինեն, որ կեղծվել են որոշակի թվով ձայներ, երբ որ ընդդիմությունը միասնական ճակատ չունի, երբ որ ընդդիմությունը նախընտրական շրջանում փողոց շարժում տրամադրություններ չի գեներացնել, հետընտրական շրջանում շատ դժվար է լինելու պայքարել այդ թվացial կամ բայց ռեսուրս կա այդ փողոցային պայքարի այս բանին տրամադրությունները հանրային։ Գիտեք, ռեսուրս, էներգիա կա, հաստատ էներգիա կա, ռեսուրսը արդեն գեներացնելու վրա է, ես կարծում եմ կա, եթե ճիշտ աշխատեն, այստեղ հիմնական խնդիրը, եթե գնում են խորհրդարանական ընտրությունների, պիտի գոնե ապահովված լինի որոշակի տրամադրություն, որ հետընտրական զարգացումների ժամանակ սահմանադրությամբ եւ մեր օրենքներով թույլատրելի բոլոր եղանակներով մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարողանա տեր կանգնել իրեն տրված քվեներին։ Ամենակարևորը կարծում եմ այդ մեսեջի մեջ դա է։ Առաջին նախագահի խոսքը ուղերձը լսել եմ, ինքը առաջարկել էր միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, դա էլ ընկալելի եւ ընդունելի մեսեջ է։ Այստեղ արդեն նախասիրությունների ճաշակի քաղաքական տրամադրությունների հարց է, թե որ ուժերը կարձագանքեն դրան եւ իշ կարգի կոնսոլիդացիա կգնա, կարծում եմ դեռ պրոցեսներ կլինեն, նախընտրական, դեռ բանակցություններ կլինեն, քննարկումներ կլինեն եւ գուցե ընդհանուր առմամբ եզրակացության կան, որ հենց այդպես էլ պիտի արվի, որպեսզի միասնական ճակատով գնան ընտրությունները։ Պարոն Ասլանյան, նաև իշխանությունները առաջարկում են ազգային ժողովի նախագահի մասնային խոսքը, ասում են մարջ եմ գալիս, մենք հիմա ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 21 թվականի ընտրությունները, այսպիսի ինքնավստահությամբ ու այսպես կանխատեսումներ էր անում, որ իրենց հիմնական մրցակից ուժեղ Հայաստանին ու Գագիկ Ծառուկյանի ես ղեկավարած կուսակցություններին են տեսնում։ Գիտեք, իշխանությունների եւ իշխող ուժի ներկայացուցիչները այնքան իրարամերժ, այնքան պետական պաշտոնյային ոչ հարիր հայտարարություններ ու բայց այս ինքնավստահությունը օրինակ ընդդիմադիրները եթե ունենային ինչեր են արել, որ ես նույնիսկ չեմ վերապահում ինձ այդ մտնել այդ թեմատիկայի մեջ, ամեն դեպքում ամեն ուժ, ամեն մարդ, ուժի ներկայացուցիչ իր պատկերացրածը եւ իր ցանկալի արդյունքը ներկայացնում է իրականության տեղ եւ դա նույնպես այդ քարոզչական հատուկ մեթոդ է, երբ որ դու համ տանում ես քո քարոզարշավը, համ քո ունեցած գործիքակազմով խփում ես քո եւ ստեղծում ես ապալեգիտիմության տարրեր ընդդիմադիր դաշտում մեկին անվանելով, չգիտեմ, այս տեղի գործակալ են, մեկին հիբրիդային ուժ են, մյուսին, չգիտեմ, այս կողմից դրված, դրածո եւ այլ, դա իրենց ոճաբանությունն է, իրենք որևէ պրոգրեսիվ, որևէ պոզիտիվ շրջան չեն ունեցել իրենց կառավարման ընթացքում, հետեւաբար իրենց մոտ նեգատիվը, այդ երևույթները, այդ իրենք ուղղակի իրենց ցանկալին ներկայացնում են այս պահին գոնե թե իրականի տեղ են ներկայացնում։ Շատ փորձագետներ կանխատեսում են նաև, որ այս 26 թվականի ընտրությունները ինչ որ առումով գեոպոլիտիկ են լինելու, ինչու, որովհետև պայքար է լինելու ռուսամետների եւ արևմտամետների միջեւ։ Ուրեմն ես հակված չեմ դրան, այդ էգզիստենցիոնալ այդ իրավիճակը չկա այս պահին աշխարհում, որովհետև աշխարհում տեղի ունենում, երկրում տեղի ունենում այնպիսի պրոցեսներ, որոնք դուրս են միջազգային իրավունքից, որոնք դուրս են Միացյալ Ազգերի կազմակերպության կանոնադրությունից եւ աշխարհում տեղի ունենում ինչ որ վայրի արագ պրոցեսների մի շարան, որը միջև հանգստանա, միջև, չգիտեմ, վերջնանպատակին հասնի,
նստեն կողմերը հետագայում պայմանավորվում են, այդ պահին նոր կերևա ովքեր են ռուսամետներ, ովքեր են չինամետներ, ովքեր են արևմտամետ ու ամերիկամետներ, այս պահին այնքան խառն է, որ չեմ կարծում, թե այս պահին կա նման խնդիր, ինչ որ դաշտը բաժանելու, դա էլի եմ ասում իշխանությունների սիրած թեման է, մի պահի դիրքավորվել որպես արևմտապետ, հաջորդ պահին գնալ Ռուսաստանում, չգիտեմ, ծիծաղել, ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, հաջորդ պահին գնալ, չգիտեմ, Չինաստան, BRICS եւ այլն, այնպես որ բազմաբևեր քաղաքականություն են վարում։ Բազմաբևեր քաղաքականություն բոլորն են պարտավոր վարել եւ դա իրենց առաջնահերթությունը չի։ Մենք գտնում ենք այնպիսի տարածաշրջանում, մենք ունենք մեծ սփյուռք, աշխարհասփյուռ, որոնք գտնում են եւ արևմտյան կիսագնդում, եւ Եվրոպայում, եւ Ավստրալիայում, եւ Ռուսաստանում, Եվրասիայում, այնպես որ որևէ մեկը իրեն չի կարող այս երկրում իշխանությունը վերցնելուց հետո դիրքավորել որպես ուղիղ Ռուսաստանի տակ աշխատող իշխանություն կամ ուղիղ արևմուտքի տակ աշխատող իշխանություն կամ նրանց հրահանգները կատարող ցանկացած իշխանություն, որը Հայաստանի Հանրապետությունում կստանձնի իշխանություն, պարտավոր է պահել այդ աշխարհաքաղաքական բալանսը, այդ անվտանգային բալանսը, որոշակի տեղափոխումներ, վերաձևակերպումներ կատարել անվտանգային համակարգի մեջ, բայց այս տարածաշրջանում այդպիսի կտրուկ փոփոխություններ չեն կարող լինել, չկա Հայաստանի Հանրապետության որևէ նախկին ղեկավար, որը չի շփվել արևմուտքի հետ, որը որ ՆԱՏՕ-ի, չգիտեմ, Չինաստանի եւ այլ երկրների կամ արևմուտքի հետ չի շփվել, մեծ խորը ինտեգրումներ չի ունեցել, պահպանելով նաեւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, այնպես որ թող իզուր այդ լոլոները չկարդան, դա ուղղակի նախընտրական ակցիա է, որը ցանկանում են հիմա էլ նախկին ներկա սև սպիտակ հարուստ թալանչի եւ այլը այդել բերել արևմտամետ ռուսամետների դաշտ։ Պարոն Ասլանյան, ես ուզում եմ նաեւ անդրադառնալ մեր հարևան Իրանում կատարվող իրադարձություններին, արդեն տևական ժամանակ են լարված է ողջ տարածաշրջանում, ու այսպես նաեւ, չգիտեմ, կանխատեսումներ կան, փորձագետներ ասում են, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաև Հայաստանում ընտրությունները չեղարկվեն։ Այս սա ինչպես մեզ հետ կարող մեզ վրա կանադառնա թե անվտանգային, թե այսպես քաղաքական առումով։ Գիտեք, ել եմ ասում, շատ դժվար է այս բան կանխագուշակել, կարծես թե սկզբնական շրջանում եւ նաեւ մի քանի ժամանակ առաջ, երբ որ այն 12-օրյա պատերազմը եղավ, կարծես թե իրերի դրությունը գնում էր այն ուղղությամբ, որ պիտի որ նստեն բանակցությունների սեղանին, այդ ատոմային ծրագրերի, միջուկային ծրագրերի հետ կապված ունենան որոշակի կոնսենսուս ամերիկյան կամ իրանական կողմերը, բայց փաստորեն տարածաշրջանը կրկին դեստաբիլիզացնելու փորձեր եղան հունվար ամսին, այդ Իրանում սկսված շարժումների, դրանց ճնշման, այնտեղ իրարամերժ տարբեր երևույթներով պայմանավորված եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արձագանքով կոշտ Իրանի հետ կապված կարծես թե կրկին գնում էին բանակցությունների այդ սրացումներից հետո, բայց մենք տեսանք, որ ոչ, նորից մտան ռազմական էսկալացիայի ֆազա եւ դժվար է կանխագուշակել, որովհետեւ Իրանը այն պետությունը չի, որին հեշտ կարող են լրացնել, դրթել զենքերը վայր դնել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է աշխարհի թիվ 1 գերտերություններից մեկն է, նաեւ Իսրայելի հետ ռազմական ալյանսի ու շահերի համընկման մեջ գտնվող, այնպես որ Աստված միարասցե, եթե տարածաշրջանը բարիս բուն իմաստով սկսի կրակների մեջ այրվել, ինչի նախանշանները արդեն Ադրբեջանի ՊՆ-ն ասում է պատրաստվածության են մեր Գիտեք, այդտեղ մի քանի պատճառներ կարող լինել։ Դա կարող լինել նախազգուշական ինչ-որ կրակոց Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, որ մենք գիտենք, որ դուք Իսրայելի հետ կամ Ամերիկայի հետ այդտեղ ինչ-որ ռադիոլոկացիոն եւ այլ կամ ինչ-որ տվյալների, հետախուզական տվյալների մշակմամբ են ձեր մոտ զբաղվում, մեկը դա, մյուսը շատ հնարավոր է, որ հենց պրովոկացիաների միջոցով ցանկանում են եւ պայմանավորվածություն են Ադրբեջանին դրթել, մտնել Իրանի հետ կոնֆրոնտացիայի մեջ ֆրոնտ բացելու, որովհետեւ ամեն դեպքում արևմուտքը
չեմ կարծում թե Ղարաբաղը հենց այնպես ուղղակի կուլ տվեց, որ Ադրբեջանը այդ մեթոդներով, միջոցներով, էթնիկական զտումներով Ղարաբաղը վերցնի իրեն եւ դրա փոխարեն ոչինչ չտա այդ իրեն տրված բոնուսների դիմաց, կարծում գուցե հենց պայմաններից մեկն էլ նաեւ որ Ադրբեջանը երկրորդ ճակատ բացի Իրանի դեմ, որը բնականաբար մեզ համար կարող է ունենալ տխուր անկախատեսելի հետևանքներ, որովհետև այսօր մեր հռետորաբանությունը Չեզոք քաղաքականությունն այսպես ասած այդ չեզոքությունը կարող է խախտվել, հետեւաբար մենք նաև պիտի պատրաստ լինենք այդ զարգացումները, իհարկե ես այս պահին հլավոր չեմ տեսնում այդ զարգացումները, այնպես որ աշխարհակաղակական երման ժամանակաշրջանում մենք կարող է հենց Իրանում մենք չենք պատկերացնում Ամերիկայի որդեգրած քաղաքականությունը սկզբնական փուլում հայտարարում էր թե ռեժիմի փոփոխության խնդիրը, այսինքն հոգևոր այդ հեղափոխական պահապանների կորպուսի ղեկավարության եւ քաղաքական ղեկավարության փոփոխություն եւ Ամերիկայի համար լոյալ ղեկավարության իշխանության բերել Իրանում, բայց այս պահին կարծես թե process-ները այլ ուղղությամբ են գնում եւ գուցե փոխեն պլանները եւ տանեն սիրիացման ճանապարհով, այսինքն ցանկանան Իրանը որպես պետական մեկ միավոր չլինի եւ մասնատման գործընթաց, այդ ժամանակ մեր նկատմամբ մեր համար վտանգները ել ավելի կուշ գնանան, որովհետեւ այնտեղ հյուսային Իրանի ադրբեջանական ինչ որ ազգություն ունեցող մարդկանց խմբերի Ադրբեջանին միանալու պրովոկացիաներ կարող են եւ մենք կարող ենք հայտնվել այդ ակցիանի արանքում։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Ասլանյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։